Հարգելի արկա, կա այդպիսի մենագրություն, որի հեղինակը արտգործնախարար Մամեդյարովն է եղել, որտեղ նա նշում է Ղարաբաղն հայերինն է, սա պատմական փաստ է։ Ճիշտ է, կան այդպիսի բաներ, կան եւ կան ադրբեջանական նաեւ պատմագրության մեջ փաստեր, որոնք նշում են Ղարաբաղը, Նախիջևանը հայկական է։ Սակայն նրանք այդ բոլորը հերքում են հիմա, հերքում են, իսկ Հայաստանը ոչինչ չի անում։ Գիտեք ինչ։ Ես մի ուղղակի փաստ բերեմ ձեզ։ Ես պատրաստել էի 12 տարի Նախիջևանի նյութական եւ մշակութային ժառանգությունը 3 լեզվով, հայերեն, ռուսերեն, անգլերեն, 3 հատոր, ամեն մի հատորը 1000 էջից ավելի եւ ամեն հատորում մոտարապես նույնիսկ 1000-ի չափ փաստավավերագրական լուսանկարներ։ Խաչքարերի նկարներ։ Ամբողջ նյութական ժառանգությունը, ոչ միայն խաչքարեր են, եկեղեցիներ, վանքեր, գերեզմանատներ եւ այլ։ 12 տարի մենք փնտրեցինք հովանավոր չգտանք։ Եվ Հայաստանի Հանրապետությունը բացարձակապես ոչինչ չարեց։ Ստիպված դարձրեցինք մեկ հատորով 1072 էջ 3 լեզվով 1600-ից ավելի փաստավավերագրական լուսանկարներով։ Ընդամենը 24 թվականին հաջողվեց 30 օրինակ տպագրել։ Պետական ոչ մի աջակցություն, իմ միջոցներով, իմ զավակների միջոցով, սփյուռքահայ բարերարների միջոցով կարողացանք լազերային տպագրությամբ, միան տպագրությունն եմ ես ձեզ ասում, որ 65000 միան մեկ օրինակ գրքի տպագրություն, միան տպագրություն։ Բայց իրականություն այն է, որ փաստորեն Հայաստանը ձեռքերը լվացել է այսպիսի նաև Նախիջևանի, նաև ինչու՞ չէ, նաև Արցախին կարող է անել։ Եվ քանի որ խոսք բացվեց դրա վերաբերյալ, այս տարվա փետրվարի 5-ին իմ էջում Facebook-յան իմ էջում տեղադրել եմ այդ նույն աշխատանքի միայն անգլերեն տարբերակը 760 էջով ուղարկել եմ փաստորեն նամակով մշակույթի նախարարին եւ ազգային ակադեմիայի նախագահին խնդրելով հետևել արդյոք հետաքրքրում է այս աշխատանքը ձեզ, սա կարող ենք աջակցել հրատարակելու համար։ Ու պատկերացնում եք ոչ մի ձայն, ոչ մի ծպտում, սա է վերաբերմունքը։ Սա է վերաբերմունքը։ Կասեք, ինչ է թաքնված արևմտյան Ադրբեջան թեզի տակ։ Կա նաև այսպիսի արդեն, չգիտեմ, հանրագիտարան, թե աշխատություն նվիրված արևմտյան Ադրբեջանին, ընդհանրապես վերջերս լույս տեսա։ Վերջերս, այո, հիմա անձնապես ծանոթ չէ, բայց դա հրատարակում են, գրքեր հրատարակում են, ներկայացնում են փաստորեն Հայաստանի տարածքում եղած, թվում մասնավորապես Երևանի տարածքում եղած, նաև պարսկական մզկիթները, հուշարձաններ վերագրելով 99%-ով ադրբեջանական մշակույթի։ Դարձյալ մենք ոչինչ չենք անում։ Այդ թվում եւ Երևանի հայտնի մզկիթը։ Այո, Երևանի հայտնի մզկիթը, որ կա պարսկականը եւ այլ։ Եվ այսպես բոլորը նրանք կատարում են աշխարհով մեկ գիտաժողովներ են հրավիրում, ցուցահանդեսներ են կազմարկում լուսանկարչական եւ այլ։ Նույնիսկ չեն էլ հրավիրում հայագետներին։ Փող են ծախսում, միջոցներ գումար են ծախսում, նրանք միլիոններ են ծախսում։ Նպատակը, որ ինչի են ուզում հասնել։ Ինչի են ուզում, որովհետեւ ուզում են աշխարհին ապացուցել, որ մշակույթի տեր են իրենք, հին ազգ են, հին ժողովուրդ են եւ փաստորեն Հայաստանի տարածքը եղել է նախկինում ադրբեջանական մշակույթի տարած, պետական տարած եւ այլ։ Սա է նրանց ծրագիրը, եթե մենք չենք հասկանում, մեղքը մերն է։ Եթե իրոք չենք հասկանում, կամ հասկանում ենք մեր միլիոնատերերը, մեր պետական այրերը միջոց երբեք չեն տրամադրում այս կամ այն գիտնականի աշխատանքները հրատարակելու համար, այս կամ այնտեղ, չգիտեմ, ցուցահանդես կազմակերպելու։ Մենք դարձել ենք, գիտեք ինչ, մի հաշվապահների նման մի բան։ Այս Ադրբեջանը սա արեց, նա արեց, սա ավերեց, սա ձևափոխեց, նա արեց եւ այլն։ Ընդհանրապես սա եւ մեկ-մեկ ինչ որ հրատարակություններ են անում։ 2 տարի, 3 տարի առաջ կարծեմ մշակույթի նախարարությունը նախաձեռնել էր
օտար լեզվով, անգլերեն լեզվով այդ մշակութային արժեքները հրատարակելու համար կարծեմ 500-ական օրինակ էին հրատարակում, 300 օրինակը փաստորեն դրսում սփռելու համար անգլերեն։ Ես ուրեմն մեր մշակույթի նախարարի աջակցանդալը դարձել մշակույթ, գիտություն, չգիտեմ, կրթություն, սպորտ եւ այլն։ Էլեկտրոնային փոստով նամակ ուրեմն գրեցի, շապիկները ուղարկեցի անգլերեն իմ հրատարակած, պատրաստի հրատարակած, այդ թվում Ջոայի Խաչկարն են, Ատլասն են, Նախիջևանի անգլերեն լեզվով եւ այլն։ Խնդրեցի, որպեսզի քննարկեն եւ ես կարող եմ մեծ քանակությամբ 200-300 օրինակի չափ ժամանակին տպագրել ենք շատ տրամադրել նախարարության, ասենք, որտեղ ուզում են այդտեղ ուղարկել։ Ոչ մի պատասխան։ Լավ, հասկանալի է։ Այն ինչի մասին մենք խոսում ենք, դժվար է պատկերացնել, որ դա միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև գոյություն ունեցող պատմություն է, կնճիր է կամ հոգևոր մշակութային ժառանգության վեճ է։ Չկա միջազգային վերաբերմունք դրա։ Աշխարհը չգիտի հայ ազգը երբ է առաջացել, որտեղ է ապրել եւ ինչպես, եւ չգիտի ինչպես է առաջացել Ադրբեջանը, չէ՞։ Հայագետները դրսի օտար հայագետները իհարկե գիտեն, բայց մեկ ուրիշ քաղաքականություն գոյություն ունի։ Ադրբեջանը օտար հայագետներին, պետական քաղաքական գործիչներին կաշառում է եւ ստիպված մեր այդ հայագետները կաշառում է լռության համար թե հակառակը պնդում։ Չէ, հիմա ասենք կաշառում է լռության համար եւ կաշառում է արդեն վերջի շրջանում մեր հայագետները կարծիքներ են նույնիսկ հայտնում, ասենք ոչ հայանպաստ կարծիքներ են բերում։ Հասկանալի է։ Եվ մեկ ուրիշ փաստ, այսօր Հայաստանում այս վերջի 30 տարվա, ասեմ, գուցե մի քիչ ավելի օտար մասնավորապես հնագիտական հուշարձանների պեղման համար մասնակցում են օտար հնագետներ եւ այլ եւ այլ։ Հետաքրքիր է թե նրանց հրապարակած հետագայում հրապարակած նյութերը ինչ պետք է լինեն, հասկանալի է։ Տեսեք լրիվ հին շրջան է, նախախորհրդային չեմ ասում, Քրիստոսից առաջվա շրջանի, հին շրջանի հուշարձաններն են հիմնականում հետաքրքրում եւ ոչ թե միջնադարյան եկեղեցիները, որը փաստ է, դա եկեղեցի, հա, որը կանգուն են կամ որը փաստորեն դժվար է կերտել, բայց հնագիտական այս կամ այն հուշարձանը նյութերը կարող են ասել սա այս չէ, այն չէ։ Օրինակ Նախիջևանի տարածքի բոլոր հնագիտական հուշարձանները, որոնք զուտ հայկական են, ասենք Մոխրաբալուրը, Շահ Թախտը եւ այլն, նյութերի ներկայացում են որպես ադրբեջանական մշակույթի հուշարձաններ։ Այնինչ որ նույնիսկ ադրբեջանցի հնագետները 35-40-ական թվականներին հրատարակել են նաեւ ռուսերեն լեզվով հոդվածներ, որ Վանի թագավորության մշակույթ եւ Նախիջևանի գունավոր կերամիկան նույնն է։ Եվ Ուրարտումի պատմությունը գրեթե նույնն է։ Երևս Հայաստանում ուրարտական արձանագրություններ հայտնի էին, բայց այդ հնությամբ չէին, որ 88 թվականին Նախիջևանի նշանավոր լեռներից մեկի վրա վիշապասայր կամ Օսասարի վրա հայտնաբերեց կարծեմ 6 տոանոց երկար արձանագրություն, որը մեր ուրարտական շրջանը մեր թվականությունն արած 820-ական թվականներին, որ այդ ժամանակ դերևս ուրարտացիները Հայաստանի տարածքել չէին մտել։ Ուրարտական բերտերը, Նախիջևանյան բերտերը 90%-ով ուրարտական մշակույթին են վերաբերում, տարիներ առաջ եւս հոդվածներ է գրում այդ բերտերի մասին եւ նշում է, որ սրանք ուրարտական շրջանի բերտեր են։ Հետագայում ուրարտացիները օգտագործել են։ Ինձ մեր գիտնականներն ասում են, չէ, այդպիսի բան չկա, Նախիջևանում նրանք չեն եղել։ Եվ այլն,